Ընկալելու համար մեդիակենտրոնին եւ շնորհակալություն հարգելի լրագրողներ, գործընկերներ լուսաբանելու հետաքրքրության համար։ Վերջին օրերին Արցախյան տասնյակ կազմակերպությունների կողմից, այս պահին 32 կազմակերպության կողմից ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը միտված է առաջնահերթորեն զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվող ծրագիրը այս ուղղությամբ եւ դրա վերաբերյալ արդեն վերջին շաբաթներին ի հայտ եկած պաշտոնական հայտարարությունները, պարզաբանումները, որոնք որոշակի հստակեցումներ են տալիս, ուղղություն են տալիս, թե ինչ սկզբունքներ, ինչ դրույթներ են ընկած այս ծրագրի հիմքում։ Այս կազմակերպությունները, 32 կազմակերպությունները դեռևս նախնական է, մենք վստահ ենք, որ ընթացքում բազմաթիվ այլ արցախյան հասարակական կազմակերպություններ կմիանան այս նախաձեռնությանը, մենք դեռևս կայացման փուլում ենք եւ աստիճանաբար ավելի հստակ կլինեն նաեւ մեր գործողությունները, բայց այս պահին գլխավոր գործողությունը, առաջին գործողությունը եղել է մեր կողմից բաց նամակ հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ նաեւ դրան զուգահեռ ստորագրահավաք ենք մեկնարկում, դրա վերաբերյալ կրկին կհրապարակայնացնենք, լրատվամիջոցներին կուղարկենք նաեւ հղումը, հորդորելով, կոչանելով մեր հայրենակիցներին, թե Արցախից, թե ոչ Արցախից, ուղղակի համախոհների աջակիցների ստորագրել, եթե համաձայն են այս հայտարարության տեքստին։ Այսինքն սա նշանակում է, որ այս հայտարարությունը միայն 32 կազմակերպությանը չէ եւ նաեւ այլ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք հանգիստ կարող են ստորագրել այս բաց նամակի տակ, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ հստակ առաջարկներ է պարունակում, թե մենք ինչ առաջարկներ ունենք այս ծրագրի վերաբերյալ։ Մանրամասները պարոն Նասրյանը կներկայացնի ամբողջ հայտարարության տեքստը, հետո պատրաստ կլինենք արդեն ձեր հարցերին պատասխանել եւ նաեւ պարոն Միքայելյանն էլ այդ ուղղությամբ որոշակի պարզաբանումներ կունենա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Նասրյան։ Շնորհակալություն։ Արցախյան